Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կազմակերպած կլոր սեղան քննարկման ընթացքում խոսել է ԱՊ տեղեկատվության տարածման նոր մեխանիզմների մասին, ընդգծելով արհեստական բանականության կիրառմամբ առաջացող ռիսկերը։ Բաղդասարյանը շեշտել է, որ վերջին շրջանում ԱՊ տեղեկատվական արշավների բնույթը էականորեն փոխվել է։ Եթե նախորդող ժամանակահատվածում կեղծ լուրերը ակնհայտ աբսուրդի ժանրից էին, հիմա նարատիվները, ինչպես նշեցի, որոշակիորեն իրական փաստերի վրա հենվում եւ շատ ակտիվ օգտագործվում է արհեստական բանականությունը։ Սա է պատճառը, որ մենք կանխատեսում ենք եւ առավել եւս կանխորոշում ենք, որ առաջիկա ժամանակահատվածում արհեստական բանականության միջոցով ստեղծված որոշակի փաստաթղթերի, այսպես կոչված շակերտավոր արտահոս կլինեն նաեւ որոշակի գործողություններ, որոնք կնմանվեն իրականության, այսինքն արհեստական բանականության կողմից ստեղծված ձայն, վիդեո կոնտենտ, որը շատ նման կլինի իրական պատկերների։ Բաղդասարյանը հավելում է, որ այս մարտահրավերներին արձագանքելու նպատակով արդեն իրականացվել են օրենսդրական փոփոխություններ։ Դրան էր ուղղված, ինչպես գիտեք, վերջերս ազգային ժողովում օրենսդրական որոշակի փոփոխությունները, որոնք մատնշում են պահանջելու նախընտրական շրջանում արհեստական բանականության կողմից գեներացված նյութերի, որը նաև որոշակի տարբերակման հնարավորություն կտա։ Նրա խոսքով այս հարցում կարևոր դեր է ունեցել նաև միջազգային փորձը։ Տարբեր երկրների փորձը այս դեպքում մեզ օգնել է եւ մենք կարողացել ենք որոշակի կանխարգելող միջոցներ ստեղծել, որը լիահույս ենք, որ կօգնի։ Այս գործընթացում պատասխանատուները կարևորում են համատեղ պետական կառույցների, մեդիայի եւ հանրության ջանքերը տեղեկատվական դաշտը դարձնելով առավել անվտանգ, վստահելի եւ պատասխանատու։ Աստղիկ Խաչատրյան այսօր։